մեր գործընկերները եթե նման զարգացնեն այդ ծրագիրը, բնականաբար արդեն իսկ որոշակի ծրագրեր առկա են, որոնցից իրենք կարող են օգտվել։ Այլ հարցեր։ Համեցեք։ Շինարարական աշխատանքները շատ շուտով տեղանքը ամբողջ հողատարածքը ձեռք է բերվել ընկերության կողմից այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն շինթույլտվության գործընթացներն են ընթանում համայնքի հետ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ այս նախաշինարարական ուրեմն գործընթացն է, եթե ոչ արդեն իսկ մեկնարկած։ Համենայն դեպս ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ առաջին խմբականակը գրաֆիկական պրոցեսորների եւ սերվերային սարքավորումների կունենա արդեն իսկ 2 ամսից եւ անմիջապես կտեղադրի։ Սա նշանակում է, որ շատ շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն եւ նախատեսվում է արագ մի քանի ամսվա ընթացքում ամփոփել, որովհետեւ հայտարարվել է ի սկզբանե, որ անմիջապես ընկերությունը, եթե չեմ սխալվում, տարվա 2-րդ կիսամյակից սկսած իր ծառայությունները նախատեսում է մատուցել։ Այսինքն, որպես այդպիսի պայմանագրի ստորագրում դուք հարցրիք, ես այլ կերպ կձևակերպեի։ Առաջին եւ երկրորդ փուլերի համար նախատեսված արտահանման թույլտվությունները կամ լիցենզիաները այլևս տրված են։ Եվ ընկերությունն նաև ունի պայմանագրային հարաբերություններ թե Nvidia ընկերության, որը տվյալ գրաֆիկական պրոցեսորների սեփականատերն է եւ ինքը վաճառքի այլևս թույլտվություն ունի եւ Dell ընկերության հետ, որը արդեն սերվերային սարքավորումների պատրաստմամբ եւ այդ գրաֆիկական պրոցեսորները դրանցում տեղադրած պիտի գա եւ տեղում ըստ էության դրանք ներդրվեն, համակարգերը ներդրվեն, այսինքն նոր պայմանագրերի մասին, որպես այդպեսին անհրաժեշտության մասին խոսք չկա։ Պարզապես տվյալ պրոցեսորները եւ սերվերային համակարգերը պիտի ներմուծվեն Հայաստան եւ գործարանը սկսի աշխատել։ Այսինքն գործարան, երբ մենք ասում ենք, եւս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել, խոսքը ամպային ծառայություններ, արհեստական բանականության ամպային ծառայություններ արտադրող գործարանի մասին է եւ ոչ թե միկրոչիպերի, չիպերի, կիսահաղորդչային նյութերի արտադրությանն է վերաբերում, ոչ։ Արդեն իսկ պատրաստի պրոդուկտները ներմուծվելու են Հայաստան, պարզապես դրանք Հայաստանում գեներացնելու են կամ արտադրելու են բանականություն, արհեստական բանականության հաշվողական, գերհզոր հաշվողական ռեսուրսներ, որոնք ինտերնետ կապով ուրեմն հասանելի են դառնալու ուրեմն հնարավոր պոտենցիալ շահառուների։ Համեցեք։ Շատ լավ։ Դուք որ լրատվամիջոցներ ներկա։ Շատ լավ, շնորհակալություն։ Տվյալային կենտրոնի ամբողջ էությունը, տրամաբանությունը հասկանալու համար կարևոր է ընդգծել, որ այստեղ հիմնական գործոնը դա աշխատատեղերի քանակը չէ։ Տարբեր ցուցանիշներով մի քանի տասնյակ կամ առավելագույնը 200 աշխատակից ունեցող ձեռնարկություն կարող է դա լինել, կախված ընկերության ռազմավարական որոշումներից, բայց ոչ հազարավոր։
Ես սա ուզում եմ, որ մենք շատ հստակ ընդգծենք, որովհետև ըստ էության արդեն իսկ պատրաստի համակարգերը ներդրվելու են եւ մեծ էներգիայի շնորհիվ, օրինակ էլեկտրականության շնորհիվ դրանք գործարկվելու են, գործարկման արդյունքում գեներացվելու են հաշվողական ռեսուրսներ եւ դրանք հասանելի են դառնալու օգտատերերին կամ պոտենցիալ հաճախորդներին։ Այս իմաստով, որպես այդպիսին մարդկային գործոնի մասնակցության ներգրավվածության անհրաժեշտություն, որպես այդպիսին չկա։ Կա անվտանգության պատշաճ ապահովում, ընթացիկ վերահսկողություն, բայց հիմնական աշխատանքը համակարգիչն է կատարելու, գերհամակարգչային կենտրոնը կամ հազարավոր համակարգիչներն են կատարելու, եւ այս օրինակ գործարանները կամ տվյալային կենտրոնները այլ բանի մասին են։ Հիմա ասեմ ինչի մասին է։ Նախ եւ առաջ արդեն իսկ մենք հայտարարել ենք, որ դեռևս ծրագրի քննարկման սաղմնային փուլում հենց այս շենքում, երբ մենք Firebird ընկերության հիմնադիրների հետ ընդհանրապես քննարկում էինք այս գաղափարը, դեռևս այդ փուլում մենք ձեռք ենք բերել սկզբունքային համաձայնություն, պայմանավորվածություն, որ այդ հաշվողական ռեսուրսների մի մասը պիտի հատկացվի Հայաստանի ներքին կարիքներին։ Այսինքն գիտեք, որ Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է ճանաչված Հայաստանի թվային վերափոխումը, թվայնացումը։ Տասնյակ հարյուրավոր ուրեմն հանրային ծառայությունների ավտոմատացումը։ Դրանց հիմքում արհեստական բանականության, տարատեսակ լուծումների ներդրումը։ Այս ամբողջը իրականացնելու համար ես դեռ խոսում եմ միայն պետական համակարգի մասին, չեմ խոսում մասնավոր հատվածի մասին։ Ռեսուրսների անհրաժեշտություն ունեն, ինչպես հոսանքի անհրաժեշտություն ունեն, ինտերնետ կապի հասանելիության անհրաժեշտություն ունեն, այլևս մենք նոր դարաշրջանում նոր տեսակի ռեսուրսների կենսական անհրաժեշտության մասին ենք խոսում, եւ այդ նոր տեսակի ռեսուրսը դա բարձր հզորությամբ հաշվողական, գերհամակարգչային հաշվողական ԱԲ ռեսուրսների մասին է։ Ահա այդ ռեսուրսները հետայսու Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե միայն վարձակալելու է աշխարհի տարբեր երկրներում կառուցված եւ գործող տվյալային կենտրոնների արտադրած ռեսուրսները, այլև նախ եւ առաջ ապավինելու է իր սեփական տարածքում կառուցված գործունեություն ծավալող տվյալային կենտրոնի արտադրած ռեսուրսները պիտի վարձակալի։ Այսինքն նախ եւ առաջ դա գալիս է ծառայելու պետական համակարգին իր թվային վերափոխման եւ հանրային կառավարման բարեփոխման հիմքում արհեստական բանականության համակարգերի կամ լուծումների ներդրման իր առաջնահերթությանը պիտի ծառայի, գիտությանը, տեխնոլոգիական զարգացմանը, նորարարություններին, ինովացիաներին, որովհետև գիտեք, որ արհեստական բանականության տարատեսակ գործիքներ այլևս կենսական կարևորություն ունեն հենց ինովացիոն լուծումների համատեքստում, եւ մենք ստեղծելով արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը եւ Amazon Web Services եւ Firebird ընկերության ապագայում եւ ընկերությունը սկսի իր ծառայությունները մատուցել, արտադրած հաշվողական ռեսուրսներով օգնելու ենք ամբողջ գիտական, հետազոտական, տեխնոլոգիական համայնքներին խրախուսելու նորարարությունը եւ տալու իրենց հաշվողական ռեսուրսներ, ինչպես իմ խոսքում նշեցի, 100% սուբսիդավորելով այդ ծախսերը, որովհետեւ դրանք մեծ գումարների մասին են։ Թե անհատ, այսինքն մեր կարգերի համաձայն առնվազն 5 հոգանոց խմբերը մինչև 100 հոգանոց խմբերը կամ աշխատակից ունեցող ընկերությունները կամ ուսանողները հնարավորություն ունեն, արդեն իսկ առաջին փուլը մենք ամփոփել ենք, բազմաթիվ հայտեր ենք ստացել, առաջիկայում ամփոփելուց հետո մենք նաև այդ ռեսուրսները արդեն անվճար հասանելի ենք դարձնելու եւ մեծ ներդրում է արել կառավարությունը, բայց հասկանալով, որ
հաշվողական ռեսուրսները ժամանակակից աշխարհում կենսական կարևորություն ունեն երկրի գիտության, տնտեսության, տեխնոլոգիաների զարգացման համար։ Եվ այստեղ առանցքային ուրեմն կարևորություն է ունենալու հենց Firebird ընկերությունը։ Եւ մեկ այլ կարևոր ձեռքբերում, որ այս ներդրմամբ մենք ունենանք, դա հարկային մուտքերն են պետական գանձապետարան։ Ես վերջերս առիթ ունեցա հանդես գալ հայտարարությամբ, ասելով, որ ես ինքս զերծ կմնամ նշել, թե քանի միլիոն, տասնյակ կամ 100 միլիոն գումար է որպես շահութահարկ ամբողջ ծրագրի իրագործման պարագայում գեներացվելու պետական բյուջեի համար, եւ ես առաջարկեցի դիմել ChatGPT-ի օգնությանը, վստահ եմ շատ քաղաքացիներ այդ վարժությունը արել են, չգիտեմ դուք դա արել եք եւ եթե արել եք ինչ թիվ եք ստացել, բայց ես խոստացա, որ դա շատ տպավորիչ թիվ է լինելու, իսկ դրանք գալու են սպասարկելու կրթության ոլորտի մեր ներդրումներին, գիտության ոլորտի, սոցիալական մեր ծրագրերին, ճանապարհաշինությանը, անվտանգային կարիքներին, պարզապես ես նախընտրում եմ, որ ընկերությունը ինքը հայտարարի, թե թվերի տեսքով ես զերծ կմնամ համենայն դեպս այդ թվերից, բայց դժվար չէ այդ վարժությունը անել, օգտագործելով արհեստական բանականության գործիքներ եւ տեսնել, թե տնտեսական ինչ էֆեկտ է բերելու Firebird ընկերության այդ 4 միլիարդ ներդրմանը հասնող ծրագրի իրագործումը Հայաստանի տնտեսությանը, մեր պետությանը, ինչպես նաև ավելի գլոբալ, ուրեմն տիրույթում Հայաստանը կարևորագույն դերակատար է դառնում հենց արհեստական բանականության ոլորտում, որովհետև առնվազն սրանով իր ԱԲ հաշվողական ռեսուրսներով առնվազն հայտնում է աշխարհի top 10 երկրների ցանկում իր համապատասխան դրական հետևանքներով, այսինքն դառնալով կարևորագույն դերակատար այս ոլորտում եւ իր դռները բացելով աշխարհի տարբեր երկրների եւ տեխնոլոգիական ընկերությունների համար, փաստորեն Հայաստանից արտահանելով հաշվողական ռեսուրսներ անպային ծառայությունների տեսքով։ Համեցեք։ Ատեսներ անգամ միջազգային շուկա կարող է դուրս գա, արդյոք դուրս եկավ միջազգային շուկա, թե ոչ, եւ եթե Հայաստանում ատեսներ արտադրվում են այդ դեպքում, ինչու ենք ԱՄՆ-ից 11 միլիոն դոլարի ատեսներ ունելու, ինչի մասին մոտակ շաբաթ առաջ Հայաստանում 24 ժամի դեպքում ԱՄՆ փոխնախագահ վեց հայտարարեց եւ երկրորդ հարցը պարոն Հայրապետյան, քանի որ դուք որոշ ժամանակ աշխատել եք Սփյուռքի հետ, եղել եք Սփյուռքի մեծ նախարարը, օրեր առաջ Սփյուռքահայ Սփյուռքից ազգացի գործիչներ հայտարարեցին, որ կանգնում են եկեղեցու կողքին, նշեցին, որ կառավարությունը փորձում է վտանգել կապը Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, ինչը չհաջողվել Օսմանյան Կայսրությանը խորհրդային միությանը, այս հայտարարության վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչպիսին է եւ երկու հարց, շնորհակալություն, ամենայն հարգանքով, ԱԹՍ-ներից գանք, հա, կարծում եմ արդեն իսկ որոշակի հուշում էր իմ կողմից, իմ խոսքի սկզբում, երբ ես սկսեցի իմ զեկույցը այսօրվա, ասելով, որ առաջին անգամ փաստորեն առաջին ռազմարտությունաբերական ընկերությունները ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։ Բնականաբար հաշվի առնելով տեղեկատվության նրբազգաց լինելը եւ գաղտնի բովանդակությունը, ես զերծ մնացի, ապագայում եւս զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տալուց, բայց օրինակ չի բացառվում, որ ձեր նշած տեսակները եւս նախատեսվեն առաջիկայում տարբեր երկրներ արտահանել։
25 թվականը այս իմաստով հատկանշական է եւ ըստ էության բացառիկ, որովհետեւ մինչեւ 25 թվականը օբյեկտիվորեն հայկական տեղական ռազմարտունաբերական ընկերությունները չէին էլ կարող թիրախավորել միջազգային շուկաները, որովհետեւ ինդուստրիան նոր է զարգանում, ընդամենը մի քանի տարվա կյանք ունի եւ բացի այդ մեզ համար, որ նախ եւ առաջ առաջնահերթ էր, դա սեփական բանակի զինված ուժերի կարիքների բավարարումն էր ռազմարտունաբերական ընկերությունների կողմից Եռամիա պայմանագրերի առաջին փուլի շրջանակում։ Երբ ռազմարտունաբերողները կարողացան համապատասխան մի քանիսը, սա չի վերաբերում բոլոր մի քանի տասնյակ ընկերություններին, որոնք իրավապայմանագրային հարաբերություններ ունեն պաշտպանության նախարարության հետ, մի քանիսը, հատկապես առաջատար մի քանի ընկերություն կարողացան իրենց արտադրական հզորությունները մեծացնել, կարողությունները մեծացնել կատարելով համապատասխան ներդրումներ հենց պետության կողմից ստացած պատվերների միջոցով, որովհետև խոսքը գիտեք միլիարդավոր դրամների հասնող պետպատվերին է վերաբերում շուրջ 172 միլիարդ դրամի պետական պատվեր է իջեցվել ռազմարտունաբերական համալիրին 23-25 թվականներին ՀՀ կառավարության կողմից, այդ միջոցների մի մասը կարողացան գրագետ կերպով ուղղել արտադրական եւ մասնագիտական կարողությունների տեխնոլոգիական կարողությունների հզորացմանը, կարողացան նաև մտածել միջազգային շուկաներ դուրս գալու մասին եւ որոշակի կոնտակտներ հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ։ Ամեն բան, այսինքն մենք անցնում ենք ոլորտի զարգացման բնականon ճանապարհ։ Այն ինչ 25-ին էր հնարավոր, բնականաբար հնարավոր չէր 24-ին, առավել ևս 23-ին եւ դրանից առաջ։ 25-ին մի քանի ընկերություն տեսավ այդ հնարավորությունը, կարողացավ գրագետ կերպով բանակցություններ վարել եւ գտնել իր համար շուկաներ։ Բնականաբար շուկաներ, որոնք որ Հայաստանի Հանրապետության համար քաղաքական, տնտեսական բոլոր հնարավոր ռիսկերը գնահատվել են եւ դրա արդյունքում են այդ թույլտվությունները տրվել։ Թե դրանք դա երբ տեղի կունենա, իհարկե դա բարդ process է, այդ ամբողջը պետք է գերագետ կերպով իրականացվի, իհարկե ՀՀ կառավարությունը աջակցելու է, ինչու, որովհետև դիտարկում է, որ ռազմարտունաբերությունը իր համար, իր տնտեսության կարևորագույն սեգմենտն է լինելու, հանդիսանալու եւ նաեւ արտահանելի ճյուղերից մեկը։ Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին ավելի կոնկրետ, տեսեք, Shield AI ընկերության կողմից արտադրված Vibat տեսակի ԱԹՍ-ները, այդ տեսակի ԱԹՍ-ներ Հայաստանի ռազմարտունաբերական ընկերությունները չեն արտադրում։ Եթե արտադրեին, բնականաբար հարց չէր ծագի նման տեսակի տեխնոլոգիական նմանատիպ լուծումներով որևէ արտադրանք գնելու, ներմուծելու եւ դրա համար մեկ շահառուն կամ շահագրգռված կողմը նախ եւ առաջ մեր նախարարությունն է, որի մանդատի շրջանակում է խրախուսել հենց տեղական արտադրանքը եւ տեղական արտադրանքի սպառումը կամ դրա պետության կողմից հենց տեղական ռազմարտունաբերողներին պատվերի իջեցումը։ Սակայն հասկանալի է եւ մենք պետք է adekvat եւ առողջ դատենք, գնահատենք նաեւ մեր սեփական կարողությունները, ընդունելով, որ մենք դեռևս երկար ճանապարհ ունենք իհարկե անցնելու աշխարհում մրցունակ պրոդուկտներ արտադրելու, այո, առանձին լուծումներով շատ եւ շատ հաճախ տարբեր միջազգային գործընկերներ իհարկե իրենց հիացմունքը արտահայտում են, բայց կոնկրետ Shield AI ընկերության կողմից արտադրված պրոդուկտը աշխարհում լավագույնների ցանկում է
Եվ մեզ համար այժմ կարևոր մի նոր edge է բացվում հենց Shield AI ընկերության հետ, արդեն ոչ թե պաշտպանության նախարարության, այլ հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար հնարավորության սահմանների շրջանակում գիտելիքների փոխանցման, տեխնոլոգիաների փոխանցման շուրջ մեր երկխոսությունը զարգացնելու, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտական աշխատանքներ կատարելու կամ ինչու ոչ նաև մշակումներ իրականացնելու, սա արդեն տվյալ գործակցության շրջանակում նաև հավելյալ կարողունակություններ Հայաստան ներմուծելու մասին է հենց արտադրության հետազոտության համատեքստում։ Այսինքն այս իմաստով վերահաստատելով եւ ամփոփելով միտքս պիտի ասեմ, որ նման որոշումը, որը կարևորագույն որոշում էր եւ մեր զինված ուժերի համար, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության հենց պաշտպանական ոլորտում այս շրջանակում կարևորագույն ձեռքբերում էր եւ ըստ էության ներքին արտադրությամբ այդ կարիքը համալրել ուղղակի տեխնիկապես հնարավոր չէր եւ իմ նախկին աշխատանքով պայմանավորված ձեր հարցադրմանը քանի մարդեր 8 հոգանոց խումբ էր համենայն դեպս ինչին ես ծանոթացել եմ դե երևի ավելորդ կլինի ասել որ այն ձևակերպումները որ այդ հայտարարության մեջ տեղ էին գտել օրինակ որ Սփյուռքը դատապարտում է Սփյուռքը կարծում են նախ եւ առաջ գանք այդ տեղից մոլորակի վրա չկա 8 այնպիսի մեր հայրենակից անգամ 8 ամբասիր մեր հայրենակից որոնք բացառիկ ծառայություններ են մատուցել Հայաստանի Հանրապետությանը եւ իր ժողովրդին, որոնք այնուամենայնիվ ունենան ամբողջ Սփյուռքի անունից խոսելու մանդատ, չկա, այդպես չի լինում, որովհետեւ գիտեք, որ Սփյուռքը մեծ է, բազմաշերտ է, բազմերանգ է, բազմապիսի է իր շերտերով, առանձնահատկություններով եւ Սփյուռքի հետ իբրև մեկ ընդհանրական մարմին խոսելու հարաբերվել, դա կնշանակի չհասկանալ, չըմբռնել, չճանաչել Սփյուռքը։ Ինչը այստեղ երկու հարց է առաջացնում ինձ մոտ, առաջին կամ տվյալ մարդիկ իսկապես չեն ճանաչում Սփյուռքը կամ շատ մակերեսային են պատկերացնում Սփյուռքը, կամ շատ լավ են ճանաչում եւ մակերեսային չեն պատկերացնում, այլ խորապես ընկալում հասկանում են Սփյուռքը, բայց փորձում են մանիպուլացնել։ Որովհետև ինքնին Սփյուռքյան տարբեր եւ անհատներ եւ կառույցներ նաեւ ես վերջին 2 օրում տեսա հասցրի ծանոթանալ որ նաեւ արձագանքներ են եղել բում բովանդակայինից բացի հենց ինքնին հայեցակարգային հարցեր հնչում ինչ իրավունքով եւ ում կողմից տրված իրավունքով այդ խումբը կարող էր ներկայանալ իբրև Սփյուռքի կողմից մանդատ ստացող Սփյուռքի կողմից խոսող խումբ։ Սա ֆիքսեցինք։ Այսինքն սա մեր 8 հայրենակիցների կարծիքն է, որոնց կարելի է հարգանքով վերաբերվել կամ չվերաբերվել, ընդունել կամ չընդունել։ Գիտեք ինչ, այս խմբում մեծ մասի հետ ես անձնապես ծանոթ եմ։ Անգամ ավելին ասեմ, կա այնտեղ մարդ, ում հետ ունեմ բավական, այսպես ջերմ հարաբերություններ։ Օրինակ Նուբար Աֆեյանը։ Եթե Վաչե Մանուկյանը եւ Պերճ Սեթրակյանը առավել եւս եւ մի քանի այլ գործընկերներ, Էրիկ Իսրայելյանը նման հայտարարություն անեին, դա ինձ չէր զարմացնի։ Տարբեր պատճառներով ձեր թույլտվությամբ փակագծերը չեմ զարմացնի, բայց եղել են մարդիկ, ում այդ փաստաթղթի տակ ստորագրումը ինձ մոտ բազմապիսի հարցեր է առաջացրել, որովհետև ես հեռու եմ այն մտքից, որ մեր հայրենակիցները չեն պատկերացրել, թե ինչ են հարուցում կամ ինչին են նպաստում
նմանատիպ տեքստեր հրապարակային ասելով եւ արդյոք ունեն դրա իրավունքը թե ոչ։ Իհարկե վարչապետը շատ հանգամանալից անդրադարձավ, չէի ցանկանա ես կրկնվել իմ գնահատականներում, բայց միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ տարատեսակ Հայաստանի Հանրապետության պետական շահերից չբխող օրակարգերի մեջ առնվազն խմբի մի մասը ներքաշվել է։ Կրկնում եմ, մյուս մասը ինձ չզարմացրեց, ավելին ես մի քիչ ավելի վաղ էի սպասում նրանցից նմանատիպ հայտարարություններ, բայց ընդհանուր առմամբ սա ինձ մոտ դառը նստվածք է թողել եւ ես կարծում եմ, որ մենք պիտի հետագայում նաեւ իհարկե նկատի ունենանք եւ հաշվի առնենք այդ խմբում յուրաքանչյուրի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության պետությանը եւ պետականությանը։ Այլ հարցեր համեցեք։ Եթե ոչ մի կարևոր լիներ, դա ընդհանրապես Հայաստանում ցանկանում եք ընդայն դրա այս միջավայրը ու կարծիքա, որ գուցե այս երկրորդ փուլի ներդրումից հետո, երբ կառուցվի ամբողջը, մեր էներգետիկ ռեսուրսները այլևս չբավարար են ընդայնում։ Արդյոք կան արդեն հնարավորներ ավելացնելու էներգետիկ ռեսուրսները կամ ինչպես է հետագայում լուծվելու այս խնդիրը, որովհետև եթե ցանկանում ենք ավելի մեծ էկոնոմիկ ստեղծել, պետք է ունենանք բավարար ռեսուրսներ։ Եվ մյուս հարցը վերաբերում է տեսահոլովակական մեդիայի մասին օրենքին, պարբերաբար քննարկվեց, որ գուցե դա նաև ազդի խոսքի ազատության վրա եւ այլն, ձեր պարզաբանությունն։ Sir, do you understand? Merci. Իհարկե դուք ճիշտ եք նկատել, որ տվյալային արհեստական բանականության տվյալային կենտրոնները մեծածավալ էներգետիկ ռեսուրսներ են պահանջում։ Առաջին երկու փուլերի համար անհրաժեշտ հզորությունը, էներգետիկ հզորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետությունը իր ենթակառուցվածքներով, էներգետիկ ենթակառուցվածքներով, թե միջուկային էներգետիկայի եւ թե կանաչ էներգետիկ էներգիայի տեխնոլոգիաներով կարողանալու է ապահովել, բացի այդ գիտեք, որ կան տարատեսակ նոր տեխնոլոգիաներ, էներգիայի կուտակիչ կայանների հնարավոր, այսինքն կառավարությունը այս իմաստով այս փուլերի համար անհանգստություն չունի, բայց քանի որ մենք ունենք հայեցակարգ կամ երազանք Հայաստանը դարձնելու արհեստական բանականության տվյալային կենտրոնների պարտեզ, ինչը նշանակում է, որ տարատեսակ կլաստերներ ենք նախատեսում Հայաստանում ունենալ եւ Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար երկրներից մեկը հենց իր ԱԲ հաշվողական ռեսուրսների ծավալով, բնականաբար այդ հարցը առաջ է գալիս եւ կարող եմ ասել, որ վերջին ոչ միայն ամիսները, այլև վերջին ավելի քան 1 տարվա ընթացքում կառավարությունում անդադար ինտենսիվ այս քննարկումները ընթանում են եւ նաեւ սրանով են պայմանավորված ընդհանրապես տրանսֆորմատիվ էներգետիկայի վերաբերյալ հատկապես վերջին շրջանում մեր ակտիվ հանրային հրապարակային խոսույթը, որովհետեւ մենք նաեւ հասկանում ենք, որ առաջիկայում տեխնոլոգիաները եւ նորարարությունը նոր պահանջարկ են ձևավորելու հենց էներգետիկայի ոլորտի նկատմամբ եւ մենք ունենք այդ ամբիցիան, այդ հավակնությունները իբրև պետություն սեփական կարողություններով բավարարելու կամ սպասարկելու տեխնոլոգիաների առաջընթացը հենց տվյալային կենտրոններում հաշվողական ռեսուրսներ արտադրելու շրջանակում։ Ես ամփոփելով կարող եմ ասել, որ այո, դա մարտահրավեր է, ընդ որում գլոբալ մարտահրավեր է։ Հիմա էներգետիկ ռեսուրսների, այսպես որոնողական աշխատանքներ են կատարում երկրներ հասկանալու, թե որտեղ կան
բավարար ռեսուրսներ, նմանատիպ ներդրումներ կատարելու համար, Հայաստանը գտնվել է այդ ցանկում որոնողների կողմից, տվյալ դեպքում Firebird ընկերության մեր գործընկերները փնտրել եւ իհարկե գտել են եւ ապագայում այդ ներդրումները մեծացնելու տեսանկյունից Հայաստանը վճռական է տրամադրված եւ գործունք հայլեր է ձեռնարկում իր էներգետիկ կարողությունները հզորացնելու թե գիտեք վերջին շրջանում քաղաքացիական միջուկային քաղաքացիական էներգիայի ոլորտում իր նոր ծրագրեր, նոր ներդրումներ ներգրավելու առումով եւ թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում կանաչ տեխնոլոգիաների միջոցով նաև հավելյալ էներգիա կուտակելու տեսանկյունից չեմ բացառում նաև ապագայում որևէ տեսակի որևէ ձևաչափով խաղաղության խաչմերուկի շրջանակում տարածաշրջանային ձևաչափով ուրեմն նախագծերի իրականացնում, սակայն այս փուլում մեր սեփական ներուժով եւ կարողություններով դրանք դեռևս բավարարում են, որպեսզի մենք լինենք, համարվենք գրավիչ տարածք նոր ներդրումների համար հենց տվյալային կենտրոնների բնագավառում։ Ինչ վերաբերում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եւ նոր կարգավորումներին ես կարող եմ ասել, որ մենք ամբողջը մշակելիս օգտվել ենք եվրոդիրեկտիվներից, այսինքն նոր հեծանիվ չենք ստեղծել, նոր մայրցամաք, նոր աշխարհամաս չենք հայտնագործել, փորձել ենք հասկանալ, թե քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարական երկրներում ինչպիսի մեխանիզմներ են ներդրված իրենց քաղաքացիների համար տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու համար եւ դրանից ավել որևէ քայլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս փաթեթում այս փաստաթուղթը մշակելիս չի արել։ Չմոռանանք, որ խոսքի ազատությունը խոսքի ազատություն, բայց նաև գոյություն ունեն սպառնալիքներ հենց տեղեկատվական անվտանգության ոլորտում եւ ահապետություններին առաքելությունն ու պարտականությունն է պատշաճ կերպով հոգ տանել, որպեսզի այդ սպառնալիքները չեզոքացվեն եւ իրենց տվյալ պետությունների քաղաքացիները պաշտպանված լինեն։ Խոսքը սրա մասին է, խոսքը գրաքննության մասին չէ։ Որովհետեւ անգամ ընդդիմությունը, որը շատ բուռն էր արձագանքում իմ կարծիքով հանրության համար հասկանալի պատճառներով, հատկապես օտարերկրյա հեռարձակողների միջոցով Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու դրույթներ ընդդիմությանը խառնվելու առիթ տվել։ Անգամ իրենք արձանագրում էին, որ ներքաղաքական կյանքին խառնվելը, բռնության կոչեր, հրապարակային կոչեր անելը, արդեն տեղական արտադրողների պարագայում, սահմանադրական կարգը տապալելը եւ նմանատիպ բովանդակությամբ հեռուստա ծրագրերը եւ հաղորդումները չի կարելի հեռարձակել։ Այս իմաստով չկա որևէ քննադատություն այս փաստաթղթի նկատմամբ, որը 2 րոպե, 3 րոպե կյանք կունենա։ Չկա։ Դրանք հիմնարար չեն, հիմնավոր չեն, եւ ես կարծում եմ, որ ազգային ժողովի քննարկումները այդ հարցերի պատասխանը հստակ տվել են։ Ես կարծում եմ, հատկապես ընդդիմադիր գործընկերների հետ մեր հարց ու պատասխանը շատ տեսանելի դարձրին, թե որքան ծանրակշիռ են մեր փաստարկները, որովհետև իրենք եւս ընդունեցին, որ դա մեր պարտավորություն է, դա մի բան է, որ պիտի անենք 3 կամ ավելի վաղ։ Հիմա ենք անում, լավ է ուշ քան երբեք, բայց այստեղ եւս հաստատակամ ու վճռական ենք։ Պատվեցի արքայական, պարոն Հայրապետյան կրկին գալով այդ գործարանի թեմային, նա հայտնի է, որ ամբողջ աշխարհում հայաստանական բանականության տվյալային կենտրոնները դիտարկում են բնապահպանական բարձր ռիսկի համատեքստում, խոսքը բացահայտված ներկանետուներից նաև սառեցման համար մեծ ծավալով ջրի օգտագործման մասին է, կա արդեն այս առումով շրջակա միջավայրի ազդեցության հաշվար,
Սերվերների սարեցման համար ջուր է օգտագործվելու թե այլ տեխնոլոգիաներ, եթե ջուր, ապա որքան ճանապարհով եւ որտեղից է այդ ջուրը վերցվելու, եւ նաեւ մի հավելյալ հարց կապված այդ օրենքի փոփոխությունների հետ։ Որ օրենքի? Տեսալուսողական մեդիայի մասին օրենքի։ Ենթադրաբար BBC-ն Հայաստանի փողոցներից հարցումներ է իրականացնում կապված այստեղ ներքաղաքական ինչ-որ իրավիճակների հետ։ Կարող է հանձնաժողովի անդամները, հանձնաժողովը որոշել, որ դա միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ սանկցիա կիրառել, եւ խնդրում եմ ասեք, թե որքան պարգևավճար եք ստացել դուք տարեվերջին, շնորհակալ եմ։ Ես կպատասխանեմ երկու հարցի իմ ընտրությամբ, որովհետև մյուսները հարգեցին այդ կանոնը, պահեցին։ Համ նաև ասեմ, որ դուք առանց հերթի խոսեցիք։ Դա եւս ցուցիչ չէր։ Բոլոր դեպքերում, լավ, վերջ։ Տեսեք, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված ես միայն երջանիկ կլինեի, եթե մասնագիտական կարողություններս, գիտելիքներս թույլ տային համապարփակ անդրադառնալ ձեր հարցին, բայց ես կարող եմ ասել ձևակերպել խոսքս այսպես. որքանով ես գիտեմ, որովհետև մասնագիտական կառույցներ իրենց գնահատականը կտան շրջակա միջավայրի հնարավոր ազդեցության, որքանով ես գիտեմ, այդտեղ հատուկ հեղուկներ են օգտագործվում հովացման համակարգերի ապահովման համար եւ ոչ թե ջրային ռեսուրսներ։ Բայց դա կարող եք ստուգել, ինչպես նաև ես, քանի որ այդ աշխատանքը կատարում են համապատասխան ինստիտուտներ, կարծում եմ, որ երբ որ զեկույցները պատրաստ լինեն, մենք կարող ենք նաև դրանք հասանելի դարձնել, բայց որքանով ուսումնասիրել եմ, դրանք ոչ թե սովորական ջրի օգտագործման, այլ հատուկ